Ոնց է տրամադրությունը 8-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքներն ավարտել եք, օգոստոսի 2-ին էլ 9-րդն է։ Սենյակը արդեն հանձնել եք, թե դուք մնում եք ին սենյակում որտեղ։ Չէ, սենյակը դեռ չեմ հանձնել։ Ընթացքում կերևա սենյակի փոփոխություններ կլինեն, այո։ Բայց ինչ է կատարվում, որ նկատեցինք նաև այլ падգամավորներ էին մտնում։ Չգիտեմ, դա նորմալ է, որ Ռուբինյանի մոտ պետք է մտնեն, միշտ էլ մտնում են։ Ուզում եմ հասկանալ արդեն ապագա պաշտոնի բերումով ինչ-որ քննարկումներ, ինչ պիտի ասեք։ Ինչպես գիտեք, պաշտոնները եւ այլն բաշխում են, Ռուբինյանը չի բաշխում, եւ իսկ Ռուբինյանի մոտ այցելությունները միշտ կան, եղել են եւ կլինեն։ Ուղղակի եթե նախկինում էլ դուք հետևեիք, նույն պատկերը կունենայիք։ Իսկ ի վերջո հստակեցվեց ձեր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի մասնի խոսքը։ Դա ընտրովի թե ձեզ կառաջադրեն։ Չէ, ինքն է առաջադրվել եմ եւ ընթացքում պարզ կլինի արդեն։ Վաղն է դա։ Ֆրակցիայի եւ վարչության դիրքորոշումը պարզ կլինի։ Պարոն Խաչատրյան, եւ ձեր դիրքորոշումը նաև կուզեմ իմանալ Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ տեղի ունեցածի, ինչպես նաև նրա կողմից իրականացված, եթե լսել եք, տեսել եք տեսանյութերը հայհոյանք, տիկինն էլ, Նաիրի Հակոբյանի, որը նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, Աբովյանում ավականու անդամ է հանդիսանում, ինչպես եք գնահատում այս։ Տեսեք, կապ չունի ով ինչի անդամ է, կուսակցության անդամ է, անդամ չի, ով ում եղբայրն է, որևէ նշանակություն չունի։ Եվ ես կարծում եմ, այսպիսի դեպքերին տենց մեծ նշանակություն պետք չէ տալ, սովորական դեպք է, հանցագործություն է, եւ բոլոր հանցագործություն կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, անկախ նրանից թե ինչ կուսակցության անդամ են, ինչպես է եղել եւ այլն եւ այլն։ Ըստ լուրերի, ինչպես ես հասկացա, աշխատանքային վեճ են ունեցել գործարարների միջև եւ գործարարներից մեկը Հայկ Կոնջորյանի եղբայրն է, դե կյանքի ամեն ինչ կարող է պատահել։ Այդ թվում եւ Ավետ Կոնջորյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, ինչպես դուք Ես արդեն ասեցի, ովքեր իրենց արարքներում, ում արարքներում կպարունակվի հանցագործության հատկանիշներ, անպայման պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բայց ես նախնական մեր տեղեկություններով տեսա, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետը այստեղ դուժող է եւ դաժանաբար ծեծի է ենթարկվում։ Բայց դրանից առաջ տեսանյութեր են հրապարակվում, որ խուլիգանական վարքագիծ է դրսևորել հայհոյել է։ Դուք բոլոր խուլիգանության փաստերին եւ ծեծկրտուկներին այդ ձևի հետևեիք եւ մանրամասնեիք։ Չեք հետևում։ Ամեն օր տասնյակ լինում են, բայց դուք միայն անգամ ՆԳՆ չի կարողանում դրանց հետևից գոնե գնալու բացահայտել։ Գոնե մեկ հետևեք, արեք։ Հիմա քննությունը կպարզի նախորդ ով է ում հայհոյել, ինչ է արել եւ ըստ այդմ։ Դստեր, տիկնոջ մոտ գնալ երեք։ Այդ հարցերը տալիս եք մի մարդու, ով դատավոր չի եւ գործով քննիչ չի։ Ինչ է ակնկալում մի պատասխանից։ Ընդդիմադիրների կողմից նման օրինակ վարքագիծ դրսևորվել էր ամբողջ որևէ կապ չունի, նորից եմ կրկնում։ Ոչ։ Մեր քարը ավելի ծանր է, մենք ընդհանրապես պետք է շատ խիստ հետևենք մեր վարքագծին, ավելի շատ, քան ընդդիմադիրները եւ այդպես էլ անում ենք։ Պարոն Խաչատրյան, դուք տեսնում եք ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին պաշտոնանկ անելու, այս պահին պաշտոնանկ անելու հնարավորությունը, որովհետև վերջին օրերին եւ շաբաթներին զենքի գործադրմամբ հանցագործություններ են նկատվում, չնայած որ օրինակ ասում են նախարարը, որ նվազել է, բայց մենք տեսանք Մուրացյան փողոցում տեղի ունեցած իրավիճակը կրակել էին 30 անգամ Բաքում։ Ոչ, այս պահին պաշտոնանկության հարց չեմ տեսնում, նման հարց չի քննարկվել, իսկ ինչ վերաբերում է հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել, իհարկե բոլորով պետք է բացի քրեական գնահատական տալու համար կատարվող քննությունից, նաև վերլուծություններ անել, պատճառները պարզել, նպաստող պայմանները պարզել եւ այդ ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել, գուցե միայն ներքին գործերի խնդիրը չի, այլ շատ հիմնարկներ կան կամ կառույցներ կան, որոնք պետք է ներգրավվեն հանցավորության մակարդակի իջեցման համար։ Շնորհակալություն։